Պարոն Գրիգորյան, ներողություն իմպիչմենտի գործընթացի հետ կապված պատիվ ունեմ խմբակցությունը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն է առաջադրում, դուք կողմ եք, դեմ եք, ձեր տեսակետը։ Ինչ եմ կողմ։ Ինչն եմ կողմ կամ դեմ իմպիչմենտի։ Դավիթ Համբարձումյանը, դառնա անցումային վարչապետ, այսպես ասած։ Դե թու դառնա ու այլն ինչ ասե։ Դուք կողմ կլինեք։ Ում կողմ կլինեք։ Աջակցեք։ Ես նախ իրան չեմ ճանաչում։ Հա, որպես քաղաքական գործիչ, լավ ասում եմ, որ լավ համայնքապետ է, չգիտեմ։ Ամեն դեպքում իմպիչմենտ ասածը այս պահին անլուրջ է։ Իրան լուրջ պետք չի վերաբերվել։ Ինչ եք ուզում վարչապետին անվստահություն հայտնել։ Ինչի համար անվստահություն հայտնել։ Սպառել է իրեն, արդեն պիտի հեռանա։ Ասում։ Կոնկրետ Հովիկ Աղազարյանը հենց նոր։ Դե գիտեք ինչ կա, դա ինչ-որ մարդկանց ասելով չի, դա Հայաստանի Հանրապետության ու հանրության ասելով է։ Հեսա մնաց մի քանի ամիս, մի տարի էլի կգա ընտրությունները, հանրությունը կասեն, իրենք էլ կիմանան։ Այսինքն հնարավոր չէ շուտ կասեցնել այս ընթացքը։ Ինչի համար կասեցնել, երկրի առաջընթացը կասեցնել։ Առաջընթացը։ Այդ աղմախություն չէ, երկրի առաջընթացը կասեցնելն աղմախություն է։ Ո՞րն է առաջընթացը երկրի։ Սկսած տնտեսական, վերջացրած բարոյահոգեբանական եւ մարդկանց խոսքի ազատության եւ այլն։ Բարոյահոգեբանական, այսինքն երբ որ եկեղեցու դեմ արշավ է իրականացում, Վեհարյանը կոչ է անում ազատել, կաթողիկոսի անկողին են մտնում, սրբազանների անկողին են մտնում, քերուկին են փորձում որսալ, սա բարոյահոգեբանական վերելք եք համարում դուք։ Մենք եկեղեցու դեմ ենք պայքարում, թե տերտերների, թե ինչ որ մարդկանց, ովքեր խախտել են կուսակրթության ուխտը, խախտելու ապականել են Աստվածաշունչը, Աստվածաշունչի մասին է խոսքը, այդտեղ Աստվածաշնչում դրա մասին խոսք չկա կուսակրթության մասին ոչ մի բան։ Չկա իրաց պարտականությունների մասին ոչ մի բան։ Ոչ, չկա, դուք Աստվածաշունչ։ Դե մի հատ էլ խնդրում եմ կարդացեք։ Կուսակրթության մասին ասեք, որտեղ են ասում։ Որտեղ է ասում Աստված։ Գլուխը կհիշեմ, կնկարեմ ձեզ կուղարկեմ։ Գլուխը կնայեմ, ձեզ եթե տեքստը ըստ էության գրած է եւ դրա վերջը Կաթողիկոսը սրբազանները լինեն կուսակրթ։ Գիտեք, Աստվածաշնչում ձեր մտածած կամ մեր մտածած բառերով չի գրած, նրանց եկեղեցական կանոնագիրն էլ գիտեմ, Աստվածաշունչն էլ գիտեմ ընդեղ գրածը եւ նրա միտքը գրածի։ Հիմա դուք գտնում եք, որ իսկապես պիտի կուսակրթության ուխտին հավատարիմ լինեն, հակառակ դեպքում, եթե պարզվի կաթողիկոսը զավակ ունի, պիտի լքի Վեհարյանը։ Դա չէ, թող կուսակրթությանը բան չլեն, հավատարիմ չլեն, թող եթանի ինչ ուզում են անեն, վերջում էլ գանացան մեր ձեռը աչը ամփյուրեք, մենք սուրբ ենք։ Իրանց նույնական ասում են եկեղեցու հետ ամոթ է, եկեղեցին հանրային տարածք է, եկեղեցին են աղոթքի տեղն է, որտեղ մարդիկ առ Աստված աղոթք են բարձրացնում, ոչ թե ինչ-որ մարդկանց սեփականությունն է, ինչ-որ տերտերների։ Ո՞վ է ձեր իմացած սուրբը, որը պիտի լինի Գարեգին երկրորդի փոխարեն։ Ես չգիտեմ, այն մարդիկ, ովքեր հավատարիմ են, ձեր ասած կանոնագիրքին հավատարիմ են Աստվածաշնչին։ Գիտեք ոնց եք ստուգելու կուսակրթությունը կույսը։ Այդ ես չգիտեմ։ Ստուգողները թող ստուգեն։ Հասկանում եք, պարոն Գրիգորյան, որտեղ ենք մենք հասել ու ինչ ենք մենք այսօր քննարկում վարչապետի ուղերձով ու հորդորով։ Սա նորմալ է։ Կարող ենք ուրեմն կասել, ասել ենք այնտեղ, որ հոգևորականները, կուսակրոններն երեխեք ունեն, չգիտեմ ինչ ասած անում են, այդտեղ ենք ասել։ Ու այդ խայտարակությունը, այո, եկեղեցին պետքա վերադարձվի ժողովրդին, շնորհակալություն։